Մենք ունենք 35 թիվը, որի տասնավորների կարգում 3 է։ Այսինքն, դա նույնն է ինչ 30-ը, 3 տասնյակը, 1 հատ 10, 2 հատ 10 և 10-երի երրորդ խումբը։ Եվ նաև ունենք 5, որը միավորների կարգում է գրված։ Նշանակում է ունենք 5 միավոր։ Տես. 1, 2, 3, 4, 5։ Այժմ ես ուզում եմ այս 35-ի 3 տասնյակին ու 5 միավորին գումարել 6 միավոր։ Այս 6-ը միավորների կարգի տեղում է գրված։ Նայիր. 1, 2, 3, 4, 5 և 6 միավոր։ Եվ ես քեզ խորհուրդ եմ տալիս կանգնեցնես տեսանյութը և ինքնուրույն փորձես 35-ին 6 գումարել։ Այսպես, արի հիմա միասին մտածենք։ Ես սկսելու եմ միավորների կարգից։ Ունենք 5 միավոր և ուզում ենք գումարել 6 միավոր։ Ինչ կստացվի միասին։ Շատ լավ։ 5 միավոր գումարած 6 միավոր, որը կստացվի 11 միավոր։ Եվ դեռ ունենք այս 3 տասնյակը։ Ուրեմն, կմնա 3 տասնյակ և 11 միավոր։ Հիմա մի փոքր խնդիր ունենք, քանի որ ես չեմ կարող երկնիշ թիվ գրել միավորների կարգում։ Չի ստացվի։ Այս թիվը 311-ը չէ։ Այն 3 տասնյակը ու 11 միավորն է։ Բայց հիմա ինչպես այս թիվը խմբավորեմ կամ տեղափոխեմ, որպեսզի միայն երկնիշ թիվ ստանամ։ Ունենք 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9։ Այստեղ երկնիշ թվի փոխարեն կարող ենք գրել 1 միավոր։ Կարող եմ խմբավորել ու ասել. նայիր, այս միավորները կարող եմ որպես 1 տասնյակ ներկայացնել։ Քանի որ ես ունեմ 10 միավոր, ուրեմն դրանք կարող եմ միասին խմբավորել ու դարձնել 10-երի մեկ խումբ։ Նորից բացատրեմ, թե ինչ արեցինք։ Ես վերցրի 10, այս 10 միավորները ու դրանք պարզապես միասին գրեցի մեկ խմբում։ Այսպես, հիմա մեզ մոտ ինչ կստացվի։ Արդեն խմբավորելուց հետո ունենք 1, 2, 3, 4, 4 տասնյակ։ Եվ քանի միավոր կունենանք հիմա։ 4 տասնյակի մեջ մենք խմբավորեցինք 10 միավորները և մեզ մնաց միայն 1 միավոր։ Ուրեմն, սա կարող եմ գրել որպես 4 տասնյակին գումարած 1 միավոր։ Հիշիր, որ մենք ունեինք 3 տասնյակ ու 11 միավոր, որը արդյունքում դարձրինք 4 տասնյակ ու 1 միավոր։ Եվ արի գրեմ դա այսպես. որպես 1 միավոր ու 4 տասնյակ։ Իսկ ինչպես պետք է պատասխանը ստանայինք, եթե այս պատկերը չլիներ։ Իրականում խմբավորումը կարող ես մտքումդ նույնպես կատարել։ Բայց մեկ այլ տարբերակ էլ կա։ Կարող ես ասել, որ շատ լավ, ունենք 5-ին գումարած 6, որը հավասար է 11 միավորի, բայց չեմ կարող այս 11-ը գրել միավորների կարգում։ Դրա համար էլ այն նույնն է, ինչ 10-ին գումարած 1, 1 10 և գումարած 1։ Հաճախ ասում են, որ 5-ին գումարած 6-ը 11-ի է հավասար։ Պարզապես մտապահիր մեկը, բայց իրականում հիշիր, որ 5-ին գումարած 6-ը հավասար է 1 տասնյակ ու 1 միավորի։ Եվ այդ 11 թիվը իր տասնավորների կարգում ունի 1 և միավորների կարգում նույնպես ունի 1 միավոր։ Եվ արդյունքում տասնյակները իրար ենք գումարում։ 1 տասնյակին գումարած 3 տասնյակ կլինի 4 տասնյակ։ Բայց ես իրոք ուզում եմ, որ դու հասկանաս։ Պետք չէ մեխանիկորեն ասել, որ 5-ին գումարած 6 հավասար է 11, այլ իրականում այն 1 տասնյակ ու 1 միավոր է։ Ու դրա համար ենք սա 1 գրում տասնավորների կարգում։ Ու դա ստացվում է խմբավորման միջոցով։ Խմբավորեցինք տասնյակները։ Ես վերցրի այս 10 միավորները ու կարող եմ դրանք դարձնել 1 տասնյակ, որից էլ իմ տասնավորների կարգում ստացվում է 1։ Մնացած մեկն էլ միավորների կարգում։